Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ էին եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, որ փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկա, եւ այստեղ ցանկացած բան, որ ին կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այսինքն ինքը իրեն հերքեց։ Ինքը իրեն չէ, եւ պաշտպանության նախարարությունը կար, եւ տեղական ինքնակառավարում, եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են ինչպես էին նաեւ Տեսեք ժողովուրդ ջան, ներողություն խնդրեմ, ես մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կապ բան, որևէ բան գոյություն չունի։ Հերթական զորավարժությունները միադրամասն հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերը դա այդ հատվածում չի ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ՞ տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդներ ադրբեջանական եւ թուրքական զորավարությունների Երեխեքն հարկ եկել իրար Մասսպականից զզվում է գործանելու Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան